Իմ կարծիքով ոչ մի լուրջ բախում չի լինի Միացյալ Նահանգների եւ Պարսկաստանի միջև։ Այդ պատերազմ, որ կարող է լինի, շատերը կապում են Սյունիքի այս լարվածության հետ, այնտեղ էլ ոչինչ չի լինի։ Հենց որ եկեք մի հատ հիմա լսեք իմ վերլուծությունը ու կհամոզվեք, հավատացեք։ Որտեւ ես տեսնում եմ մեր վերլուծական դաշտը, սկսած են դիրիժոր վերլուծաբաններից միջև են կառավարիչանամետ պրոֆեսիոնալներին, էլի։ Իմ կարծիքով սրանք բոլորը նայում են, թարգմանում են ուկրաինական վերլուծաբաններին հայերեն ու իրանց մետադիչկով խոսում։ Ձեր բարև ձեզ։ Ժողովուրդ ջան, եկեք հիմա ուշադրություն դարձնենք երկու բանի, ասենց ասած։ Ուկրաինայում բռնեցին չինացի զինվորների։ Չինաստանի քաղաքացի, որ գերի են ընկել, այդ Չինաստանը հրաժարվեց, ասեց դա մերոնք չեն։ Դրանք ինքնակամ, ասենց ասած, ազատ նկարիչներ են, էլի, եկել են փող բռնեն, խոպան, Ռուսաստան։ Բայց ինչ մեսիջ էր սա։ Ու բանը, նայեք, ու ֆոնդային բորսայի ես ամերիկյան, էլի, ես անկումները, որը կատաստրոֆա կլինի, եթե մի հատ էլ պատերազմ սկսվի։ Բանում, էլի, Պարսկաստան ու ԱՄՆ։ Նայեք, բոլոր պատերազմները ունեն պատվիրատուներ, կա շահ մեջը, ֆինանսական։ Ինչպես Իրաքը մտան գրավեցին, Իրաքի նավթներ, ամերիկյան ընկերությունները տիրեցին։ Դիկ Չեյնիի ժամանակ են ցույց տվին նայեն քիմիական զենք իբր են պակետի մեջ աղը թե սոդան լցրած գրավեցին տիրացան բայց Պարսկաստանը Իրաք չի ու տեսեք հիմա ես ոնց եմ այս ամեն ինչը վերլուծում ես հենց այսօր խոսում եի մեր հայտարարական գիտնական ատոմային ֆիզիկոս չի ինք բայց մոտիկա ինք այդ տեխնոլոգիաներին բանին տեղյակա։ Ես հարց տվեցի, ասեցի, որ Պարսկաստանը ուզեր այս 7 տարվա մեջ 18 թվին է դուրս եկել այդ գործարքից ԱՄՆ-ն։ Կկարողանար իրան հարստացնել ուրանը 60%-ից 90%, էլի, բայվոյ այդ ամեն ինչին։ Որոշեցինք, որ հա, ինքն էլ ասեց, եթե նրանք հիմար չլինեին, օրինակ ունենային հայի խելք, էլի, ոնց որ Սերժի կամ Քոչարյան, Լևոնի կամ Վազգենի, էլի։ Սենց ամպերում չվազվզեն իրանք ավելի խելացի լինեն, իրանք ավարտած կլինեն ատոմային զենքը։ Այս եզրակացությանը մենք եկանք ու գումարած նա այդ ատոմային տեխնոլոգիաները Իրանին տվել են Պարսկաստանին, հենց ամերիկացիները։ Դա ոչ ռուսական է, ոչ բան։ Ամերիկյան այդ տեխնոլոգիաներն է, որ դեռևս միջև իսլամական հեղափոխությունը ամերիկացիները տվել էին հենց պարսիկներին։ Դա համար իրանք շատ լավ գիտեն նրանց հնարավորությունները։ Ու միգուցե Տրամպը 18 թվին որ դուրս եկավ, ինքը հույս ուներ, որ երկրորդ սրոք էլ կմնա ու կսկսի պատերազմ, ժամանակը փոքր էր այն ժամանակ։ Բայց, ասենց ասած, ինքը 4 տարի ֆորա տվեց Պարսկաստանին, գումարած այդ մնացած տարիները, դա 7 տարի, որ Պարսկաստանը արդեն հնարավոր է ունի միջուկային զենք։ Նրանք հիմար պետք է լինեն, որ չունենային։ Դրա համար սա համար մեկ պատճառ, որ պատերազմ չեն սկսի, որտեղ կա արդեն, թեկուզ իրանք համոզված չեն։ Պետք է գնան դիվանագիտական լուծման այդ հարցին, էլի։ Որտեղ թեկուզ որ թույլ զենք լինի, մեծ հզորություն չունենա, ես ինչ, բայց մի հատ սովորական մահապարտ Սեսնա ինքնաթիռի մեջ կարող է հասցնի դա բան, Իսրայել։ Նրանց նպատակը դա է։ Նրանք Միացյալ Նահանգների վրա հարձակվելու նպատակ չունի Պարսկաստանը։ Բայց այ ինչ կարող անի Պարսկաստանը։ Իր քթիտակա Պարսից ծոցը, դա գիտի Ամերիկան։ Ամբողջ նավթամթերքը մի ահռելի մաս է, էլի, հենց Պարսից ծոցով է դուրս գալիս, հետո Սուեզի ջրանցքով դեպի Եվրոպա, Ամերիկա գնում։ Այնտեղ մի հատ փոքր նեղուց կա։ Հիմա անունը չեմ հիշում։ Շատ բարդ անուն ունի, էլի։ Պարսկաստանը, որ այդ նեղուցում մի քանի հատ նավ խորտակեց, հավատացեք, արդեն վերջ։ Ճգնաժամը սկսում սարսափելի։
Դրա համար էդ է գիտեն ամերիկացիք։ Ու որ Պարսկաստանը բան չի էլի, այնտեղ Նիկոլ կամ բան չկան էլի, Շահրամանյան, որ միանգամից կապիտուլյացիա անեն էլի, ասեն շալվարներ իջացնեն կանգնեն։ Նրանք կկռվեն։ Նրանք 8 տարի կռվել են Իրաք-Իրան պատերազմը, ով չի հիշում այդ 80-ական թվերներ էլի։ 8 տարի սանկցիաների բանի տակ ծանր տնտեսական վիճակում Պարսկաստան 8 տարի կռվեց։ Հիմա էլ կկռվի։ Ամերիկան այդքանը գիտի։ Հենց որ Պարսից ծոց հենց Պարսկաստանի քթի տակն է, այնտեղ կթողին մի հատ նավ դուրս գա։ Ու տեսեք, այս ամենը կխփի կրկին, ֆոնդային բորսային, մեծահարուստների գրպաններին հետ։ Իսկ նրանք դա չեն ների Տրամպին, հասկանում եք։ Հենց գոլֆ խաղալուց մի օր մեկը կգա իր կլուշկեն կմցնի Տրամպի իմացակ որտեղը։ Այն որ Վազգենի ախպեր ուզում է գնա պաչի։ Ասում է մենք էլ բան ունենք։ Բան են։ Редко земельные металлы, ասում է մեր մոտ էլ կա, Տրամպարի մեր մոտ։ Այ այդպես արդյունք կլինի, եթե սկսվի պատերազմ։ Դրա համար ես ասում եմ, դա անտրամաբանական է, դա մենակ պետք է կատարյալ ապուշը գնա այսօր այդ քայլին Պարսկաստանի դեմ։ Ու ստանա գլխին երկրորդ բան Աֆղանստան կամ Վիետնամ, որ պարտված դուրս գա։ Մյուսը, որ ասեցի ուկրաինացի զինվոր են գտել, Ուկրաինայում գտել են չինացի զինվորներ։ Տեսեք, սա շատերը չանադարձան, բայց սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է նա, որ Չինաստանը, դե պարզա չի ասի ուղիղ տեքստով, պրակտիկանտներ է ուղարկել Ուկրաինա, պրակտիկայի համար, թե ոնց են կռվում, որտև Չինաստանը էս վերջի օպիումային պատերազմից, օպիումային են ասում, երկրորդ համաշխարհայինից հետո ոչ մի պատերազմական բան չի ունեցել, էլի փորձ։ Դեկուզ եւ Ռուսաստանը ունեցել է, գցենք այնտեղ, Աբխազիան հանած, Չեչնիա, նույն հիմա Ուկրաինա, նույն Սիրիայում բան մասնակցել են իր զինվորականներ, էլի որոշ չափով։ Չինացին չի ունեցել փորձ։ Սա շուտով քանի 70-75 տարի է։ Դրա համար զինվորներ է ուղարկել այնտեղ։ Ու Ամերիկան այդ գիտի։ Չինաստանը կարող է խփի բանին, Թայվանին։ Հետ վերցնի Թայվանը։ Եթե նա մտա, օրինակ, նույն Պարսկաստան, զբաղվեց Պարսկաստանով, նա էլ Թայվանը կվերցնի։ Ամբողջ այդ շատ լուրջ տեխնոլոգիաներ կան, որ աշխարհին տալիս են այդ չիպերը, էլի, այդ ահռելի մի գործարան կա հենց Թայվանում։ Կարծեմ այդ չիպերով են այդ ամերիկյան այդ հեռախոսների այդ ամեն ինչ այդտեղ արտադրվում։ Ինչ որ այս է նշանակում Ուկրաինայում բռնված չինացի զինվորները։ Դրա համար իմ կարծիքով ոչ մի պատերազմ չի լինի։ Իսկ այն, որ այդ պատերազմները մեր հիմար վերլուծաբանները լսում ես մեկը ասում է, ուզում են գրավել Սյունիքը, որ սարքեն պլացդարմ, որ հարձակվեն Պարսկաստանի վրա ամերիկացիք։ Թուրքիայի բանի միջոցով էլի։ Որ իրանց հողում չլինի այդ պլացդարմը, իրանք մաքուր լինեն, էլի, Թուրքիան եւ Ադրբեջանը Սյունիքից։ Ասում ես, այ աննորմալներ, այնտեղ սար ու ձոր է, այնտեղ ինչ պլացդարմ, պետք է ինչա օդանավակայան սարքեն այդ հատուկ ինքնաթիռների համար, ինչեր են խոսում մեր խելագարները, էլի։ Դրա համար դա հիմարություն է պարզապես, չգիտեմ, պախմելի տակ են, թե ուրիշ խոսալու բան չունեն, ուրիշ ինչ մտածեն, այդ են մտածում ասում։ Կամ են, որ ասում են, պատերազմը սկսեց, Ադրբեջանը գալու է խլի։ Դա տրամաբանական է, բայց ոչ իմեկվա Տրամպի օրոք։ Դա կարող է լինել Բայդենի օրոք։ Բայդենի այդ վարչակազմի օրոք, էլի, եթե այդ ամեն ինչը գնար։ Որտեվ Բայդենն ավելի լուրջ էին տնտեսական այդ քաղաքականության մեջ, իսկ Տրամպը արդեն ավերել է։ Գումարած այս պատերազմը լրիվ ընդհանրապես Ամերիկայում կարող է լինի, որ ինֆլյացիան այդ տնտեսական այդ ցնցումներին չդիմանան։ Երկրորդ բան սկսվի մոտ, էլի, դիպրեսիայի տարիներ, էլի։ Հենց որ չի լինի սա։
Նամանավանդ Տրամպի վարչակազմի հետ էլի։ Տրամպին վերլուծելը դա խելագարանա։ Ես նրա աղջիկա գիրքը կարդացի, նրա աղջիկա չէ, աղբոր աղջիկա էլի, հոգեբանը, իր եղբոր աղջիկը։ Ինք իր հոպարին վեր է լուծել, ասում էր դա, մենք նա էլ էր ասում, որ նա խելքը գցել է։ Նա մի սենց ես ինքն իր վրա սիրահարված մարդ է, որ շատ բաներ կա, անդրամաբանական ու վտանգավոր։ Ինչ-որ այս այն վերլուծությունը, որ ես ոնց նայում եմ, չեմ հավատում, որ ինչ-որ մի պատերազմ լինի։ Իսկ ինչ-որ Սյունիքի հետ է կապված, հավատացեք, Սյունիքը արդեն ոչինչ չի լինի, դրա համար է Ռուսաստանը հիմա ուզում ոնց որ բանում, ղափանում բացի այդ իր կոնսուլստվան, հավատացեք, այնտեղ ոչ մի Ռուսաստանի քաղաքացի չկա ապրող, էլի Սյունիքում։ Այդ կոնսուլստվան լինելու է հենց այդ Զանգեզուրի միջանցքը վերահսկող այդ FSB-ն, այդ ամեն ինչը, ինչ որ մի տեղ է պետք էլի, որտեղ գործեն իրանց կանոններ, էլի իշխանությունը, որտեղ կոնսուլստվան դա դիվանագիտական ինչ որ մի շենք է, էլի իր դիվանագիտական կարգավիճակով։ Ինչ որ սա է լինելու։ Իսկ այս ամենը, որ մեր մոտ արվում է, ու ասում են, բոլորը մի մետադիչկով են խոսում։ Ես չգիտեմ որտեղից է դուրս գալի, մի գուցե բանն է ասում կամ Դանիել Իոնիսյանն է այդ մետադիչկեքը գրում բաժանում այդ բլոգերներով բան, կամ Անդրանիկ Քոչարյանն է տալիս, ընդհանուր մեր քաղաքական դաշտին մետադիչկեք խոսալու։ Պարզապես մարդկանց վախի մթնոլորտում պահեն, որ ասեն, տեսեք, մենակ մենք ենք ԿՊՆ-ը, որ խաղաղություն է պահում, չկա պատերազմ։ Ու մենք պետք է ընտրեք մեզ, որ չլինի պատերազմ։ Վախացնում են մարդկանց այդ ամեն ինչով։ Ես սրան եմ հանգում էլի, որտեղ այն անդրամաբանական այդ ամեն ինչը, որ տեսնում ես, միակ տրամաբանությունը դա է այս ամենի մեջ։ Ու են, որ ասում եմ, սրանք խոսում են ուկրաինական մետադիչկեքով, սրա ապացույցը նա է, որ նայեք, ով երեք Facebook-ում եղել է, տեսեք են Ուկրաինայի Սումի քաղաքում, որ այդ հրթիռակոծություններ եղել են, ողբերգական կադրեր կային։ Նայեք, Facebook-ը չէր արգելափակում։ Իսկ մեր այդ բլոգերա այդ ամբողջ ցանցը գործակալների էլի կիսվում էր այդ նյութերով ժողովրդի հետ, էլի սենց։ Այ տեսեք ինչ Պուտինը ինչ մարդասպան է, բան։ Բայց հետաքրքիրը նա է, երբ որ Սիրիայում էին լինում այդ սպանությունները, այնտես վերջի էլ այդ ալավիտների հետ կապված այդ ցեղասպանությունը, այդ գործակալական ցանցը լռում էր։ Facebook-ը միանգամից արգելափակում էր այդ ձևի հոլովակները կամ ձայնագրությունները։ Բայց տեսեք, այդ Սումի ձայնագրությունը, որտեղ դիակներ էին թափված, տեսեք Զելենսկու էջներ, ոչ մեկ չէր արգելափակում։ Տեսնում եք երկակի ստանդարտները որն է, ոնց են մարդկանց ուղեղի վրա ազդում։ Իսկ նույն Պաղեստինի բանը, որ այդ ռմբակոծում էին ժողովրդին, այդ դպրոցները, հիվանդանոցներ, բան, մարդկանց, այդ ձայնագրությունները միանգամից անհետանում էին։ Facebook-ը չէր տարածում։ Տեսեք Ցուկերբլյադի երկակի ստանդարտները։ Ուկրաինացիներին բոլոր աշխարհը պետք է տեսնի, բայց երբ որ այնտեղ արաբ են սպանում կամ բան, հայ են սպանում Սիրիայում են ալավիտների այդ ջարդերի ժամանակ ու քրիստոնյաներ էլ կային այդտեղ։ Այդ բոլոր ձայնագրությունները Ցուկերբլյադը ջնջում էր։ Ես նույնիսկ հաղորդում ունեի Ամրանը արած կապված Շևչենկոյի մի հատ պատասխան որ գրել էի ու Սումգայիթի ջարդից մի քանի հատ կադրեր էի դրել էլի դոկումենտալ կադրեր, որոնք խորհրդային մամուլը հրապարակել էր։ Նայեք, ոչ մի սարսափելի։ Իմ այդ հաղորդումները Ցուկերբլյադը արգելաբան արեց, ջնջեց։ Ինչպես եւ բանը YouTube-ը։ Իսկ Ուկրաինայի այս կադրերը ոչ ոք չի ջնջում։ Որտեւ ըստ մեր եվրոպամետների այդ դրանց եմ ասում, ինչի։ Սումգայիթում կոտորվողը այնտեղ, չգիտեմ, երրորդ սորտի մարդիկ են եղել, բայց Ուկրաինայում առաջի սորտի մարդիկ են։ Դուք էլ դրանց տարածում եք սենց։ Այն մտածեք,
ինչ են թողել դա ծարացեք, բայց Սումգայիթի կադրերը, որ ես տարածում էի, չի կարելի արգելվում։ Ես սենց եմ նայում իրականությանը, ոչ թե ձեր վարդագույն ակնոցներով։ Այսքանը ժողովուրդ ջան, գրեք ձեր կարծիքը, ձեր տպավորությունը, ձեր ինչ կլինի ձեր կարծիքով։ Կլինի պատերազմ Պարսկաստանի հետ, թե ոչ։ Ինչ ասում Զանգեզուրին։ Կլինի պատերազմ, թե ոչ։ Իմ կարծիքով ոչինչ էլ չի լինի։ Մարզապես սենց կկրակեն, սենց ասած կլոպազանան, տարբեր կողմերից սենց պոպուլիստական կլինեն ինչ-որ սենց վերնագրեր ու վերջ։ Ես համացանցի օրոք նոր պատերազմ հայտնվել էլի, այդ սենց ասած այդ վերնագրերի պատերազմ էլի, պոպուլիզմը մտել է բան համացանց։ Այսքանը հաջողություն, շնորհակալություն, եթե հավանեցիք, դրեք ձեր լայքը, բաժանորդագրվեք, իմ վերլուծությունները անկախ են, ես ոչ մեկից կախված չեմ, ու ոչ մեկի մետադիչկով չեմ խոսում։